Ողջույն սիրելի հետևորդներ, ուղիղ մեկ ամսյա դադարից հետո ես կրկին վերադարձել եմ YouTube-յան հարթակ և հանդես եմ գալու այսօր դեղորայքային տեղեկատու հաղորդաշարի շրջանակներում։ Սիրելի հետևորդներ, ինձ բազմաթիվ հետևորդներ մեկնաբանություններ են գրել այս վերջին 3-4 շաբաթվա ընթացքում տարբեր տեսանյութերի մեկնաբանությունների բաժնում, ես ինչու չեմ պատասխանել, չեմ անդրադարձել, չմտածեք, որ չեմ ուզեցել կամ պարզապես առ եմ համարել, ոչ հարգելիներս, պարզապես ես մոտ 1 ամիս առաջ կատարել եմ աչքերի լազերային վիրահատություն, կորեկցիա և ձերբազատվել եմ օպտիկական ակնոցներից վերջնականապես։ Այժմ իմ տեսողությունը 100% է, 2 աչքն էլ և բժիշկը մոտավորապես 1 ամիս ինձ թույլ չէր տալիս, որպեսզի ես հեռախոսի համակարգչի հետ ունենամ որևէ աշխատանք, որևէ գործ։ Նույնիսկ աշխատանքի չեմ գնացել մինչև վերջնական ապաքինումը։ Այժմ նորից վերադարձել ենք եթեր և շարունակելու ենք նկարահանել ու տեղադրել մեր մնացած բոլոր տեսանյութերը և ավարտին հասցնել կիսատ թողած աշխատանքները։ Մոտակա 3 օրերի ընթացքում, սիրելի հետևորդներ, մինչև շաբաթվա վերջ ես անպայման կանդրադառնամ բոլոր այն մեկնաբանություններին, որոնք ինձ ուղարկել են իմ հետևորդները վերջին 3 շաբաթվա ընթացքում։ Սիրելի հետևորդներ, մեր այսօրվա տեսանյութը լինելու է կոպրենեսա դեղամիջոցի մասին։ Ես ձեզ պետք է հիշեցնեմ, որ մենք նկարահանում էինք զարկերակային ճնշումը իջեցնող դեղամիջոցների մասին հաղորդաշարեր վերջին շրջանում, և մեր վերջին տեսանյութը ավարտվեց նոլիպրելի մասին ինֆորմացիայով։ Եթե հիշում եք, ես տեսանյութի ժամանակ ասել եմ և նոլիպրելի և կապտոպրելի, որ այն պատկանում է APF արգելակիչների խմբին, այդպես է հապավումը, պատկանում է ռենին անգիոտենզին ալդոստերոնային համակարգի դեղաբանական խմբին, թե ինչ բան է դա ես արդեն տեսանյութերի ժամանակ ասել եմ, այժմ չեմ ցանկանա ևս մեկ անգամ կրկնվել, կարող եք դիտել նախորդ տեսանյութերը, ուզում եմ միանգամից ձեզ պատմել կոպրենեսա դեղամիջոցի մասին, որը այդքան շատ սպառում ունի մեր ազգաբնակչության շրջանում։ Սիրելի հետևորդներ, կոպրենեսան ի տարբերություն էնալապրիլի և կապտոպրիլի նույն նոլիպրելի բաղադրությունը ունի, այսինքն պարունակում է դարձյալ ազդող նյութը նույն պերինդոպրիլը և նաև պարունակում է միզամուղ ինդապամիդը։ Այժմ սրանց մասին խոսենք առավել մանրամասն։ Ի տարբերություն նոլիպրելի և իր շարքերի, կոպրենեսան, պերինդոպրիլ և ինդապամիդ դեղամիջոցները միասին թողարկում է հետևյալ դոզաներով՝ 2, 4 և 8։ Իսկ ավելի կոնկրետ, եթե առաջնորդվենք 2 դեղամիջոցների դեղաչափերը նշելով 2 0,625, 4 1,25 և 8 2,5։ Այս 3 դեղաչափերով դեղերի մեջ ամենաբարձրը կոպրենեսա 8 2,5-ն է, միջինը 4 1,25 և ամենացածրը 2 0,625 մգ դեղաչափերը։ Այս դոզաները ինչի մասին են վկայում։ Ուրեմն 2 0,625-ի մեջ 2 մգ պերինդոպրիլն է, որը իջեցնում է զարկերակային ճնշումը, 0,625-ը միզամուղն է, ինդապամիդը։ Նույնը վերաբերվում է 4 1,25-ին, որտեղ 4-ը պերինդոպրիլն է, 1,25-ը ինդապամիդը։ Ինչպես նաև ամենաբարձր դեղաչափը 8-ը, 8 2,5-ը, 8-ը պերինդոպրիլն է, 2,5-ը դարձյալ ինդապամիդը։ Սիրելի հետևորդներ, կոպրենեսայի նշանակումը դարձյալ թողնում ենք բժշկի հայեցողությանը։ Թե դեղանյութի որ դեղաչափը կընտրի բժիշկը, այսինքն որ դոզան կնշանակի ձեզ, դա որոշում է ինքը, կախված հետազոտության արդյունքներից։ Ինչի մասին է սա վկայում։ Վկայում է, որ դուք պետք է չզբաղվեք ինքնաբուժությամբ և ինքներդ ձեզ նշանակեք զարկերակային ճնշման դեղամիջոց կամ կատարեք դոզաների փոփոխություն։ Կոպրենեսան համարվում է կոմբինացված դեղամիջոց, այսինքն իր մեջ պարունակում է մեկից ավելի դեղանյութ, տվյալ դեպքում 2-ը, զարկերակային ճնշումը իջեցնող պերինդոպրիլը և ինդապամիդը, որը համարվում է միզամուղ։ Ինչպես արդեն ասացի, այն զարկերակային ճնշումը իջեցնելու համար է նախատեսված, սակայն, քանի որ համակցված է միզամուղի հետ զուգահեռաբար, զարկերակային ճնշումը ավելի արագ ու արդյունավետ է իջնում հենց միզամուղի հաշվին։ Ինդապամիդը պատկանում է սուլֆոնամիդային դեղերի դասին։ Կանխում է նատրիումի հետ ներծծումը, ինչը հանգեցնում է նատրիումի, կալիումի իոնների արտազատմանը երիկամային համակարգի միջոցով, բացի դրանից նաև կանխում է
ոչ միայն հետներծծումը, այլև առաջացնում է միզարձակում, ինչի հաշվին իջնում է օրգանիզմում բարձր զարկերակային արյան ճնշումը։ Սա է գլխավոր գործոնը, միզամուղի դերը կարելի ասել զարկերակային ճնշումը իջեցնելու գործում։ Հենց սա է պատճառը, որ միզամուղ պարունակող դեղամիջոցները ավելի արագ ու արդյունավետ են իջեցնում զարկերակային ճնշումը ու ավելի լավ են պահում օրվա ընթացքում օրգանիզմը կայուն ու ստաբիլ վիճակում, քան սովորական զարկերակային ճնշում իջեցնող դեղամիջոցները։ Սիրելի հետևորդներ, ինդապամիդի մասին ամենակարևոր ինֆորմացիան որպես միզամուղ ես ձեզ արդեն փոխանցեցի։ Եթե ցանկանում եք ևս մեկ անգամ լսել պերինդոպրիլի մասին ինֆորմացիան, որպեսզի ես չկրկնվեմ նորից, դուք կարող եք կրկին անգամ դիտել նոլիպրիլի մասին տեսանյութը, որտեղ ես շատ մանրամասն ձեզ պատմել եմ պերինդոպրիլ դեղամիջոցի մասին։ Կոպրենեսայի յուրաքանչյուր դեղաչափ նշանակվում է 1 հաբից օրական 1 անգամ պարտադիր առավոտյան քաղցած վիճակում։ Կոպրենեսայի հակացություններն են հղիներին ու կրծքով կերակրողներին, մինչև 18 տարեկաններին, ինչպես նաև հակացուցված է երիկամային ու լյարդային անբավարարություն ունեցող անձանց։ Կողմնակի երևույթներից են չոր հազը, բրոնխոսպազմը, ականջներում խշշոցը, գլխացավը, երբեմն կարող է լինել գլխապտույտ եւ երբեմն դեպքեր էլ գրանցվել են, որ մարդու մոտ կարող է նկատվել քնի խանգարում։ Այսքանը սիրելի հետևորդներ, կոպրենեսայի մասին մեր այսօրվա տեսանյութը այսքանն էր։ Լավ մնացեք, մեր հաջորդ տեսանյութերում մեզ կրկին սպասվում են շատ հետաքրքիր տեղեկություններ։ Առջևում մեզ սպասվում են պրեսցիլոլի մասին տեսանյութ եւ տրիպլիքսամի։ Այժմ նյութերը ես գրում եմ, դեռ չեմ վերջացրել, տրիպլիքսամից ու պրեսցիլոլից հետո տեսնենք, որ դեղամիջոցի մասին կարելի է տեսանյութ նկարահանել։ Դուք կարող եք մեկնաբանությունների բաժնում գրել զարկերակային ճնշմանը վերաբերող որ դեղամիջոցի մասին կցանկանաք ինֆորմացիա ստանալ։ Մինչև ես ավարտեմ կիսատ թողածի աշխատանքները։ Լավ մնացեք, մենք դեռ էլի հանդիպելու ենք։